քննարկման առաջ ստացել եք կամ մտահոգությունների վերաբերել է։ Տարատեսակ ռեյտինգների հավատալ չհավատալու մենք լավ իմունիտետ ունենք, ինձ թվում է ազգովի, սկսած դեռ շատ վաղ ժամանակներից, տասնյակ տարիներ առաջ, եւ դրանց վերաբերվում ենք այդ տրամաբանության մեջ, այդ այսպես կոչված հրապարակված ռեյտինգներին անհասկանալի է ով, ինչպես եւ որտեղ է այդ ռեյտինգները արել, դա ընդհանրապես, ոչ միայն այս ռեյտինգին վերաբերող, իսկական ռեյտինգը դա ընտրություններն են եւ ընտրությունների արդյունքները եւ մենք տեսել ենք ընտրությունների արդյունքները, հատկապես նախորդ, երբ որ դրանից առաջ էլ նույնատիպ ռեյտինգներ էին հրապարակվում մեզ ինչ որ անհասկանալի եւ վարչապետին ինչ որ անհասկանալի ցածր ռեյտինգներով եւ ասենք մյուս ուժերին եւ հատկապես մեկ ուժին բարձր ռեյտինգով, հիմա կարծես թե այդ ուժի փոխատեղում է տեղի ունեցել, տեխնոլոգիաները, մեթոդները ամեն ինչ նույնն են եւ երկրորդը ես կարծում եմ այդ նշված անձը անիմաստ է ընդհանրապես ռեյտինգավորել, որտեղ նա իրավունք չունի պարզապես մասնակցել Հայաստանի Հանրապետությունում ընտրությունների այսքանը։ Մենք օգտվում ենք մեր ժողովրդի հետ շփվելու մեր իրավունքից, մեր գաղափարները ներկայացնելու, մեր ծրագրերը ներկայացնելու, մեր կատարած ահռելի աշխատանքը ներկայացնելու եւ դրանով ակնկալում ենք մեր ժողովրդի քվեն իրական Հայաստանը ամրապնդելու, խաղաղությունը ամրապնդելու եւ տեր կանգնելու այն ամեն ինչին, ինչ որ ձեռք ենք բերել վերջի տարիների ընթացքում։ Բայց արտահայտի եւ այս ընտրությունների միջև ձեր թիմի համար բարդություն կամ տարբերություն, որ փորձեք ներկայացնել նախորդի եւ սրա հետ կապված, ինչ մտահոգություններ, այսինքն ինչ ուղղությամբ պետք է ավելի շատ աշխատեք, ինչպես կարող եք մի քիչ բացել։ Հենց նոր ասացի, մեր հիմնական նպատակը լինելու է ինչպես միշտ երկխոսությունը մեր քաղաքացիների, մեր ընտրողների հետ, որը ի դեպ անում ենք ոչ միայն նախընտրական փուլում, այլ միշտ մեր քաղաքացիների հոգսերը աստիճանաբար լուծելը, այն ահռելի աշխատանքը, որ իրականացվել է մեր քաղաքացիների համար, երբեմն հատիկ առ հատիկ ներկայացնելը եւ դրանով նաեւ մեր ապագա տեսլականով, խաղաղությամբ, իրական Հայաստանով, զարգացած բարեկեցիկ երկրով գնալ առաջ, ոչ մի բան այդ առումով չի փոխվելու։ Նշանակում են ամեն դեպքում այն հիմնական ուժերը, որոնք մտնելու են ընտրապայքարի մեջ, Հայաստանը ժողովրդավար երկիր է եւ օրենքին համապատասխան ցանկացած ոք, ցանկացած կուսակցություն, էլի օրենքին համապատասխան կարող է մասնակցել ընտրություններին եւ ես չեմ կարծում, որտեղ որևէ տարօրինակ բան կա։ Ես արդեն տեսնում եք մասնակցողների ներկայացումը, բարդ է լինելու քաղաքացիական պայմանագրերում։ Ես կարծում եմ, որ ժողովրդավարությունը եւ ժողովուրդը ինչպես Հայաստանի Հանրապետությունում հաղթել է, այնպես շարունակելու է հաղթել։ Այսինքն կիսում եք ձեր թիմակիցներից որոշների այն որոշումը, որ այս ընտրություններին կստանանք 50%-ից ավելի։ Ես պատասխանեցի ձեր հարցին, իհարկե մենք գնալու ենք ընտրություններին ընտրողների քվեն մեծամասնությունը ստանալու ճանապարհով, ինչպես ցանկացած քաղաքական ուժ, բայց նաև մենք վստահ ենք, որ ժողովրդավարությունը, ժողովրդի իշխանությունը, խաղաղությունը, իրական Հայաստանը, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մտքում եւ քվեարկության օրը հաղթելու են։ Ապրիլի 1-ից թոշակները բացառապես էլեկտրոնային եղանակով են անկանխիկ։ Թոշակառուները, ովքեր տանից դուրս գալու խնդիր ունեն, իրանք ոնց պիտի ձևակերպեն այդ քարտերը, կարող են իրենք բանկ ընտրելու, իրանք կտրվի հենց արկա քարտը, ինչպես նաև այդ բանկային քարտերը իրանք կբերեն կհասցնեն տուն, թե ամեն դեպքում պիտի տանից դուրս գան գնան այդ քարտերը։ Հենց հիմա կամավոր մեր կենսաթոշակառուները կարող են ընտրել իրենց բանկը եւ քարտը եւ դա տեղի է ունենում, մենք ամսական մոտ 10,000 հոգի նոր ընտրող ենք ունենում, իսկ այն քաղաքացիների համար, ովքեր որ կունենան հենաշարժական խնդիրներ, որևէ տեսակի եւ չեն կարողանա դա անել ինքնուրույն, մենք կառաջենք, ես դրա մասին երեք հայտնել եմ ազգային ժողովում, հիմա մի կառավարության որոշման ենք սպասում, որը արագ կընդունենք եւ առաքումները կսկսենք, որպեսզի ապրիլի 1-ից բոլորը ստանան իրենց կենսաթոշակները եւ նպաստները անկախի եղանակով, այդտեղ որևէ խնդիր չի լինելու։ Այսինքն սկսեն ձևակերպել այդ քարտերը ամեն դեպքում կբերեն իրենց տուն։ Տեսեք, այն քաղաքացիներ ձևակերպումների մասով, որ մենք իրենց օգնելու ենք, որտեղ այդ ձևակերպումները կանենք առցանց, հա,
հենց արծած ձևակերպումից հետո քարտը կթողարկվի եւ կառակվի։ Իսկ այն քաղաքացիներ, որոնք դա կարող են անել, ես խորհուրդ եմ տալիս դա անել հիմա, չսպասել ապրիլի 1-ին, օգտվել նաեւ հետվճարի համակարգից, դրանովից բարձրացնելով իրենց կենսաթոշակները եւ նպաստները, մնացած քաղաքացիների մասով մենք կհոգանք։ Եկեք Հարգելի գործընկերներ, բազմիցս նշել ենք, եւս մեկ անգամ կնշեմ, քեշբեքը նոր ենք վերանայել, հունվարի 1-ից այն դարձել է 20%, մենք ունենք արդեն 400,000-ից ավել քաղաքացի, որ օգտվում է դրանից եւ հետեւաբար դա զանգվածային աջակցություն է վայելում մեր քաղաքացիների շրջանում։ Քեշբեքի դեկտեմբերի միջինացված թիվը արդեն 4400 դրամ է, դեռ չավելացած տոկոսադրույքով, որը կլինի հունվարին եւ մենք կհրապարակենք փետրվարի վերջ եւ նորարարական լուծումներով կենսաթոշակների եւ նպաստների բարձրումը շատ կարեւոր է նաեւ հարկերի հավաքումը ապահովելու համար պետական բյուջեի եւ մենք շարունակելու ենք աջակցել մեր քաղաքացիներին եւ նաեւ այս նորարարական լուծումներով իրենց թույլ տալ իրենց իսկ կենսաթոշակը բարձրացնել։ Այսքանը շնորհակալություն։ Շատ եղավ։ Ձեր իշխանությունը գալիս եկա իշխանությամբ հայտարարել կոռուպցիայի դեմ անձեջու պայքարի մասին, մտներին ձկների բլստալով հնարավորություն չեք տալիս, չեք ուղղացել չէ՞ այդ հայտարարությունները, ովքեր կարող եք բերել մասնեք խոսում եք նա ձեր իշխանության օրոք ենթադրյալ կոռուպցիաներից մեկը 300 միլիոն դրամ իրավի դիմաց անցում է կալանքի ռեժիմի դուրս է գալիս բանտից տնային կալանք է կարծում, բայց այն անդրց երևույթի մասին ուզենք երբ որ մի մարդ մեղադրվում է կոռուպցիայի մեջ, բայց հետո 300 միլիոն դերում տալիս է որ իշխանական միջոցը փոխվի, սա ձեր այս հրճակած այդ սկզբունքների գաղափարների հարցեր առաջացնում են Հարգելի գործընկերներ, մեկ մյուս տեսակից եք տեսակետից հարց տալիս, մեկ էլ այս տեսակետից ասում եք ինչի է դատական համակարգը այս կամ այն որոշումները կայացնում, ես ոչ լիազորված եմ, ոչ էլ իրավունք ունեմ դատարանի վճիռները մեկնաբանելու եւ ամեն գործ քննվում է Հայաստանի Հանրապետության դատական համակարգում ըստ էության եւ դատավորները որոշում են կայացնում այս կամ այն մեղադրյալին, ենթադրյալ կոռուպցիոներ կամ այլ տեսակի քրեական հանցագործ, ինչ խափանման միջոց ընտրեն, ինչ չափով գրավ ընտրեն, դա իրենց իրավասությունների շրջանակներում է եւ մենք պետք է ամեն ինչ անենք, որ մենք ունենանք անկախ դատական համակարգ, որը կաշկանդված չի լինի այլ տեսակի հանգամանքներով որոշումներ կայացնելիս, այլ կաշկանդված կլինի միայն օրենքով եւ գործի օբյեկտիվ հանգամանքներով։ Դրանից ավել բան ես ոչ պատրաստվում եմ ասել, ոչ էլ պետք է ակնկալել, հակառակը։ Պետք է դատարանների անկախության վրա աշխատել, նաև օրենսդրական կարգավորումներով, որպեսզի նրանք իրականացնեն արդարադատություն։ Հիմա վերջում կլինի վերջնական վճիռ, որտեղ կարևորը վերջնական վճիռն է։ Այս կամ այն մարդուն մեղադրական, որը հետագայում կմտնի ուժի մեջ, մենք դրա վրա կկարողանանք դատել։ Ու ընդհանուր ժողովուրդն էլ կորոշի դա օրինակ ընդունել էր իր համար թե չէ, բայց նաև պետք է հասկանանք, որ դատական իշխանությունը անկախ է ընդհանրապես գործադիր օրենսդիր իշխանությունից եւ պարտավոր է իր որոշումներում առաջնորդել միայն օրենքով եւ այդ օբյեկտիվության սկզբունքներով։ Դրանից ավել բան ես չեմ պատրաստվում ասել։ Շնորհակալություն, ստեսություն։ Դուք հրաժարվում եք